Ողջույն սիրելի YouTube-ի հետևորդներ, վաղուց իրար այդ YouTube-ում չենք հանդիպել։ Ասում են ամեն 300,000-ը մեկ հետևորդ պետքա մոտ 2 տարով պաուզա տաս։ Իհարկե չգիտեմ ովքեր են ասում։ Ուզեի իմանայի, բայց վերջապես ես վերադարձել եմ YouTube ու YouTube-ը ունի մի հատ հետաքրքիր կրեսական ալգորիթմ։ Ինքը որ երկար ժամանակ վիդեո չես գցում, ոնց որ մտածում է, որ այս edge-ը վերջ, բայց մենք որ կարանք ցույց տանք, որ այս edge-ը վերջ չի։ Դրա համար պետք է դուք ինձ օգնեք։ Այս վիդեոն մեծ խայտարակ ձևի շատ լայքում եք։ Այնց հիմա սկսեցիք արդեն սկսեցիք խայտարակ ձևի շատ կոմենտներ եք գրում։ Հիմա ասեք ինչ կոմենտներ։ Գրեք օրինակ համար ում կուզեք տեսնել մյուս Զանգիրասեմի էպիզոդները, ես անպայման նայելու եմ ու անպայման բաժանորդագրվում եք իմ YouTube-ի ալիքին։ Այ եթե այսքանը ամեն մեկը արեց, այս 3 բանը ձեզանց տալու մի 10 վայրկյան, ինձ լիքը լավ բան կանի։ Իսկ եթե չարեց, ինչ ասեմ, թող սաղ կյանք այն ումից զզվում է, հայտի իրանից ավելի լավ ապրի։ Ես ասեցի, սպասում եմ ձեզ։ Զանգիրասեմ Դուք սպասում եք, դուք հարցնում եք, դուք ամեն քայլափոխի արդեն քանի տարի ինձ ասում եք Գրիգ ջան, բան չի էլ չկա։ Այ էլ այդ հարցը չեք տալու, որովհետև կրկին դուք կարող եք դիտել հայկական իրականության երևի թե անշնորհք, բայց ամենաինտելեկտուալ հաղորդումներից մեկը, եթերը վերադառնում Զանգիրասեմ այսուհետ ամեն կիրակի երեկոյան ժամը 20:00-ին իմ YouTube-յան ալիքում կարող եք դիտել Զանգիրասեմը եւ մենք երկար ժամանակ մտածում էինք ով լինի մեր վերսկսված տարիների դաթայից հետո առաջին հյուրը։ Պարզ է որ պետք է լիներ սիրված, ճանաչված մարդ, ով իր հետ կբերի տոն ու կանցնի մեր այսօրվա երեկոն ուրախ եւ այսօր այստեղը ես մի քիչ տենց իր համար անհամեստ բան ասեմ, հայկական շոու բիզնեսի ամենապարզ լավ բարի մարդկանցից մեկը, իմ շատ սիրած մարդկանցից մեկը Ռաֆայել Անոսյան, Ռաֆ ջան, ծավալենք Ռաֆին։ Բարև, շատ լավ ներկա։ Ես չեմ ուզում ասեմ դերասան, տաղանդավոր, չեմ լավ մարդ, արա գնա։ Լուրջ նես լավ ներկայացնեմ։ Իմ համար ես քեզ չեմ ուզում ասեմ լավ դերասան, որ դրանք կան, բայց քեզ պետք է իմանալ որ դու լավ մարդ ես իսկականից։ Ով պետք է իմանա։ Հա? Ով իմանա։ Լիքը մարդ որ նայում է օրինակ եմ ասում Ռաֆոն, բայց ստեղին ստեղ ով չգիտեր որ ես լավ մարդ եմ, ստեղ նստածն ես մի միլիոնոկի մարդ աշխատում հիմա կամերանից են կողմ, ով չգիտեր որ ես լավ մարդ եմ։ Նայ, լրությունը համաձայնության նշան է, ոչ մեկ չգիտեր։ Ձեր բա, եթե վախում եք, Ռաֆ, արդեն համոզվում եմ որ լավ մարդ ես, մի արդ։ Ագրեսիվ մի արի, ագրեսիվ բաներ մի արա, ես խափեցի սկզբում։ Ո՞նց ես Ռաֆ։ Շատ լավ, Գրիգ ջան, շատ լավ եմ, տրամադրությունը շատ լավ, նախ որ քո երկրորդ եթերաշրջանա, թե երրորդ եթերաշրջանը, որ 40-րդ եթերաշրջանի առաջին հաղորդման ես այս տաղավարի հյուրն եմ, ոտս խերով լինի, լավ հյուրեր գան, լավ մարդիկ գան, ապրես։ Կարամ գնամ։ Վերջ։ Այսքան ես այլ ասելու բան չունեմ, որտեվ այս տարիների ընթացքում սաղ ասել եմ արդեն։ Ինչ կա, ոնց ես, ինչ ես անում։ Ապա շատ լավ, Գրիգ ջան, ասեմ ինչ եմ անում։ Նախ շնորհավորեք բոլորդ ինձ, ես վերջապես վերջացեցի իմ բնակարանի վերանորոգումը։ Այո, ովքեր որ վերանորոգում արել են, գիտեն որ դա ինչ բարդ գործ է, այդքան մարդու հետ զերոն բռնի, թալապանրա, լեսպանասիա, ոնց որ այն ժամանակ լավ լուսամուտը դրին, ինչքան բանկը սաղ կապեր, սաղ անցել եմ, այդ ամեն ինչը անցել եմ, վերանորոգումը վերջացրեցի, հիմա հանգիստ արդեն կարող եմ հանգիստ բարձրաձայն ասել, որ ես այս մոլորակի վրա բացի իմ հայրական տնից, գյուղի տնից, ես նաև քաղաքում ունեմ շատ մեծ, շատ ճոխ, շատ լավ բնակարան, գյուղում մի րոպե, գյուղում ծառերը տնկել եմ, գյուղի տունը կառուցել եմ, քաղաքում մեծ տունը կառուցել եմ, որն եմ կամերան ես, քաղաքում մեծ տունը կառուցել եմ, մնում է 25-ից 35 տարեկան բարետես արտակինով օջախին հար ստանելու աղջիկ։ Արա վсё։ Եթե այդ ամնում, այդ իմ անձնական կյանքից, իսկ ստեղծագործական կյանքից ամեն ինչ թույն է հրաշալի, նոր ներկայացմանն եմ պատրաստվում, շուտով պրեմիերան կլինի, չեմ ասի Որտեղ եւս պետք է 25-ից 35 տարեկան։ Որտեղ եւս պետք է 25-ից 30 տարեկան բարետես արտակինով աղջիկ, որ կուլիսներում գոնե մեկի իմ մասին մտածի։ Այո, 100%, այդ շատ կարևոր է, Ռաֆ։ Շատ կարևոր, օրինակ ես քեզ նախանձում եմ։ Շատ եմ նախանձում ու բոլոր իմ ընկերներին նախանձում եմ, որ տերում եմ ոնց են իրանց
կանայք Կուլիսներում կուլիսներում ուղղակի տանում։ ավելի տվայտվում, քան տվյալ վերոհիշալ անձնավորությունը բեմի վրա։ Բեմում։ Հա, բեմում մի համար կայֆով Լարված։ սիրտը խփում արագ։ Ռաֆ, իսկ Ջան։ ռեմոնտի ամենադժվար հատվածը որն էր։ Փող տալը բոլորին։ Հələ դու պատկերացրա, ասենք գնում ես, աշխատում ես, գումար ես վաստակում, շատ գումար, բերում ես, մեկ էլ ասենք այդ մարդը դե գործարը պետք է 10 մեկս ես տանում ես այդ տալու պայն։ Ուզում ես ասես, բայց կարող է չտամ ապրել։ Արա մի հայ ենք էլի։ Հայ մի բուրայ մնացել։ Ես բոլորից գոհ եմ։ Ռաֆ, բարով Ես ոչ ուզում եմ երկրաշարժ լինի, ոչ ուզում եմ այս աշխարհում բոլորը մեռնեն։ Ոչ ուզում եմ ասեմ ժողովրդի ձեռը գումար չկա։ Ոչ ուզում եմ ասեմ պատերազմի մետողելի չիլի, ոչ մի բան չեմ ուզում ասեմ։ Ոչ մի բան չեմ ուզում ասեմ։ Եթե վերջի իմ համար սաղ լավ է։ Եթե վերջի կես տարին կոմայի մեջ եք եղել, պետք չի մտածել ինչեր եղա, ասեց Ռաֆոն։ Մի Շատ նախադասություն։ լավ է, ապեր ամեն ինչ շատ լավ է։ Լուրջ չեմ ուզում սկսեմ ես եթերաշրջան լուրջ։ Հորը սարև լավ է ապեր։ Այսպես խոսակ Ափսոս էլի։ անծանոթ մարդիկ է, դե չէ քրֆեկ ասեի լավ է ապեր ամեն ինչ։ Երևի բանն էլ է դա որ անծանոթ մարդիկ կան որ չլսեցին քո օրինանքները Ռաֆ դու հերախոսի առումով քեզ փակ մարդ համարում ես թե կան մարդիկ ով քո գաղտնագիրը գիտեն հերախոսի Ապեր ան չէ հարցը չհասկացա նայ սկզբից եմ ասում Սա բաց է ապեր իմ հերախոսի մեջ Ես չունեմ այտենց բան որ հերախոսս դե կան բաներ որոնք որ պետք չի իմանան, որովհետև սա իրոք մեր սև անկյունն է, լիքը բան կա, ասենք։ Նկարներ այդ։ Հաղորդագրություն, չէ, նկար-մկարտես բաներ չունեմ, հայլու դեմ ինձ տկլոր նկարեմ բան տենց։ Այդ տարիքից էլ եմ անցել արդեն։ Էլ արդեն առանց հայլի, ասես միանգամից վերևից։ Ռաֆ, այսօր մենք փորփրելու ենք քո հեռախոսը, այն էլ ինչ տիպ ենք փորփրելու։ Որ կան այնտեղ նկարներ կա, ջնջեմ դրա։ Նկարներ չեք նայելու։ Չէ, մենակ SMS-նել։ Չէ, բան, մենակ կոնտակտներ ենք նայելու, բայց մինչև այդ ես արժակում մի քիչ տաքանանք։ Ինչա, խմենք։ Կարանք ժիմել անենք, բայց ես նախընտրում եմ ավելի շատ խմելը, բայց գիտես ինչ եմ ուզում անենք։ Ես այսօր Քյավառից եմ գալի, ինձ այնտեղ մի բաժակ խմելու այտենց հետ էլ շատ հավես չեմ ես վերջես։ Մի բաժակ այտենց օղի են ինձ հյուրասիրել այսօր այնտեղ ու այտենց տրամադրությունս արդեն բարձր է։ Մի կատե որ գինի խմեցի տալու եմ ծվրեմ ստեսա։ Ես քեզ հյուրասիրել եմ Վեդի ալկոյի ռեզերվ, բայց Գովազ դես անում էդ հիմա։ Ես քեզ հիմա հյուրասիրել եմ Վեդի ալկոյի ռեզերվ, որը խմելուց բուրմուն կան դասանց։ Ռաֆ, օրասայր դու ավելի շատ արիր քան ես։ Այդ արի ֆիքսենք։ Ես ամեն ինչ անում եմ, որ ինչ ես փող տալի։ Ես տվեք ինձ ես ավելի։ Չէ, ես քեզ ուրիշ շատ ես լսել, գինին այսքան չեմ լսնում։ Ես քեզ շատ եմ լսնում։ Միշտ չեմ հասկանում, չեմ, ես միացած բան։ Ռաֆ, գիտես ինչ եմ ուզում ասեմ քեզ։ Ուզում եմ Մենակ առաջարկություն չանես, Ռաֆ, ես ինչ եմ ուզում ասեմ։ Ուզում եմ Սոնայից բաժանում եմ մենք ավանդույթ ունեինք նախնադարերում մեր նախագծի, ուզում եմ էլի այդ ձև լինի, ուզում եմ միշտ sense ինչ որ լավ կենացով սկսվի երեկոն։ Կենաց ասեմ։ Այն ինչի համար քեզ տալիս եմ փող շաբաթ կիրակի օրերին։ Չէ, հիմնական օրը պատարակ չկա այդպես։ Ես այդպես կենաց ասել շատ չեմ սիրում, բայց եթե աղբերս ուզում եք ասեմ։ Իրոք արի գավաթ բարձրացնենք մեր վաղվա օրվա համար։ Մենք բոլորս էլ ես մի քիչ լրջացնեմ, եթե դուք ասել եք։ Մենք բոլորս ինչ-որ sense մի հատ լուսաբացի մասին երազում ենք, չէ՞, որ գա մի հատ այն սիրուն լուսաբացը, որ մենք բոլորս տեսնենք ու վայելենք, այն խաղաղությունն, այն հանգստությունն, այն հանդարտությունը մեր հոգում կամ ընդհանրապես մեր շրջապատող մեր շուրջ բոլորը այդ հանգստությունը տեսնենք ու վայելենք։ Ես ուզում եմ որպեսզի այդ լուսաբացը շատ շուտ գա, մենք բոլորս իրոք արտանանք արդեն լավ տրամադրությամբ, որովհետև առավոտյան որ արտանում ես տրամադրությունը միանգամից համացանց ես մտնում, տրամադրությունը տնկնում է, օրը տելա տեն սկսում ու չես կարողանում ստեղծագործես, չես կարողանում քո միտքը փորձես իմի բերես ու հրանցնես հանդիսատեսին, դրա համար մտեք համացանց։ Ապրդի չես կարող չմտես, առավոտ ելնում ես, մեկ ես գալիս է։ Եկեք լավատես լինենք, եկեք լավ բաների մասին խոսենք, լավ բաների մասին մտածենք, ուրիշի կյանք չմտնենք, չփորփրենք, չբզբզանք, չնավսենք, հələ մի օր փորձեք ապրեք ձեր կյանքով, այնց լավն է ձեր կյանքը։ Հավատացեք, եթե ես ժամանակ ունենայի, ես կմտնեի ձեր կյանք ու կփորձեի, որտեղ ձեր կյանքը շատ լավն է։ Ձեր կյանքով ապրեք, ուրիշի կյանք մի մտեք, մի փորփրեք ու լավատես եղեք ու լավա լինեք։ Ոնց կոնկրետ մեկին ասեիր, բայց օրս արել։ Անուշ Ռաֆ ջան ամեն ինչ ասածը շատ լավ գինի էր ապել։ Գինու այդ պանիր բան, մեղր, այդպես բան։ Դե ինչ մենք հանդիպում ենք վարքյաններ անց արդեն առաջին փուլի ժամանակ։ Բաներ կա ստեղ արանքում։
Մեր գործընկերն է OBD.am-ը, Think Car-ի եւ մի շարք այլ հանրահայտ բրենդների ներկայացուցիչը Հայաստանում։ Ավտոտեղ սպասարկման համար դիագնոստիկ սարքավորումներ, գործիքներ, տոհամբարձիչներ կարող եք ձեռք բերել OBD.am կայքից կամ ուղղակի գալ Ռուբինյանց 29 ու վերջ ամեն ինչ անել տեղում։ Շնորհակալություն մեր գործընկերոջը։ Դե ինչ, առաջին փուլ, բայց մինչև առաջին փուլը Ռաֆ ջան ծանոթացնեմ կանոնները։ Հələ։ Մենք քեզ տալիս ենք 5 հարց, մեզ չի հետաքրում, դու գիտես պատասխանը, չգիտես, կարևոր իմանային մարդը ու մենք զանգարել ենք։ Ամեն սխալ պատասխանը քեզանից 10 վայրկյան կխլի, քեզ սկզբում տալու ենք 1 րոպե ժամանակ, 60 վայրկյան ունես, 10 վայրկյան կխլի Ռաֆ ջան, եթե վերջում պարտվում ես դու, պատժվում ես դու, եթե պատժվում ես հիմա ասում եմ ամենահավես բանը։ Այս եթերաշրջանում մենք հետաքրքիր պատիժի ձև ենք որոշել, ուրեմն մենք հայտնվելու ենք ինչ-որ մի հատ իրականության մեջ, մի հատ ինչ-որ բեմադրության մեջ, մեզ տալիս են սցենարիստները ինչ-որ մի հատ իրավիճակ, մենք պետքա դա խաղանք, բայց պարտվողը պատիժը կայանում է նրանում, որ պետք է ինքը փորձի սերիալին, հայկական սերիալին բնորոշ այն հատվածներ, որտեղ որ բաց թողնված է, այդ հատվածներում հայերեն ասած սխցնի գովազդ։ Հասկացա։ Հումորային պատիժ։ Անցել է այդ ժամանակները, որ շոբանով խփենք, ծեծենք, բան փոշի լստեք, բան մնդրեք, բան կեղտոտեք, բան առավելևս որ դրա համար ոչ բան տանում եք լվում եք ոչ էլ։ Ոչի բան չէի կանում։ Ես էլ ազապ տղա ապերի։ Բայց նորություն ունենք Ռաֆ ջան, մենք այս եթերաշրջանում այդ ամեն ինչը գովազդի գրումա կարատեիչ։ Ռաֆ, մենք նորություն ունենք, ուրեմն մի անգամ ամբողջ երեկոյի ընթացքում դու կարաս օգնության, դու կարաս վերցնես սուպեր օգնությունը։ Սուպեր գրիգից։ Տես, այ, լավներ։ Այստեղ կան 3 բառեր։ Չպսի գովազդը։ Այստեղ կան 3 բառեր։ Հենց կասկած, որ ժամանակդ քիչ է, մի անգամ մենք քեզ կտանք մի րոպե ժամանակ, բայց մի պայմանով, որ ստեղից մի բառ ընտրում ես ու ես երբ ցույց տամ այդ բառը պետք է օգտագործես զանգի ընթացքում։ Մենք չգիտենք ինչ բառ։ Հիմա դեռևս կհասցնենք զանգային, այսպես համ ենք Զանգիրասեմը Ռաֆոյի հետ ու առաջին հարցը Ռաֆ ջան հնչում է այսպես, ուրեմն պետք է գտնենք այն մարդուն, ով կնշի BTS խմբի անդամներից գոնե 3-ի անունը։ Դու պետք չի իմանաս։ Տուր հեռախոսը։ Հա, ես գիտեմ ով գիտի։ Տուր հեռախոսը, ես գիտեմ որ դու չգիտես։ Ես գիտեմ ով գիտի այդ BTS-ին, ես BT կարամ զանգեմ այդ մարդուն։ Ում։ Ով։ Լիլիթին Թոխացյան։ Մի անգամից զանգում ես։ BTS-ի ֆանատներ են։ Աղբորս աղջիկն է ֆանատ, բայց նա Ռուսաստանը փող չկա մեջ զանգեմ։ Դե եթե ուզում ես մի անգամից զանգես, զանգի։ Կանգնիլ։ Զանգեմ ինչ ասեմ։ Հարցը կարդում ես։ Բայց կարող մի քանի հատ կոնտակտ ասեմ ավելի լավ։ Դա կոնտակտ ասա։ Մի անգամից բաց։ BTS-ից ես գիտեմ որ այդպես ֆանատներ են, ինչ որ ուզում են նույնիսկ գնային Չինաստան, Ամերիկին։ Հա, բայց օրինակ համար դու դեռ չգիտես ինչ այդտեղ կոնտակտներ կան։ Օրինակ համար RAS Transport, ինչ վատ տարբերական չի իմանա։ Չէ։ Դժվար բանկը աշխատող մարդ է մեծ։ Իսկ օրինակի համար ասենք գուցե այս պատասխանը գիտի Ամիրխանյան Գրիշան։ Ամիրխանյան Գրիշան ով է։ Չգիտեմ ով, այս թվա Աղախանյան ես ուզեցեք գրես։ Սխալ Ամիրխանյան Գրիշա։ Չգիտեմ ով է։ Ամիրխանյան Գրիշա, կապնվի Ռաֆո հետ, թո իմանա ում։ Չգիտեմ ով, Ամիրխանյան Գրիշան ով, չէ՞ իմ երախոստից վերցա։ Հա, Աննա Միս Արմենիա։ Ինչ կոնտակտներ ունես։ Աննա Միս Արմենյան ով է։ Չգիտեմ ով է, չգիտեմ, այդ դու պետք է իմանաս Ռաֆ ջան, ես չգիտեմ, Անի Շոր։ Չգիտեմ, հորս արևը չգիտեմ։ Հələ դու կողետ ինչ-որ բաներ։ Չէ, մի վարքան, դու չգիտես, լարվում է, արդեն լարվում է։ Անի Միս Հայաստան կա Միս Հայաստան, Facebook-ում չէ, հեռախոսի։ Ես մի վարքան իմ հեռախոսում Միս Հայաստան կա, ես էշը շեկել եմ ստեղ։ Ես գնացի։ Էլի նայել։ Դու լավ ես նայում, ապա ես լավ եմ նայում։ Նայել էլ ի՞նչ կա։ Երթվում չգիտեմ այդ խմբին։ Վատ բան ասի ես որ բայց եթե ես ասեմ չեմ լսում BTS-ը, դες վատ բան եմ ասում, հայ սերունդ կա որտես կողա ինձ տենց ասեղներով բան սարքիլիկ ունը, տենց ես գժվում եմ BTS-ի համար։ Իմ ճանաչած եմ ես BTS-ի համար։ Իմ ճանաչած ամենաուժեղ K-pop-ի BTS-ն է նոր հերս, տենց ասեմ, այդքան շատ սիրում եմ BTS-ը։ Չէ, ես ուրիշ բան եմ առաջարկում։ BTS հետո Blackpink-ը հետո պապան, որ Blackpink-ը ինչ է։ Դու ասա հա։ Դու ասա հա։ Okay, մեռնեմ ես դες սովտի նայ։ Ժողովրդի հետ ժողովրդի համար։ Կպի բան, Army։ Նսել էլ իրանք չգիտեմ։ Army-ն էլ է, տենց ես իշքան բաներ կապել։ Ապա ես դու ուզում ես ես կրեմ։ Հա, բա ես։ Դարի զանգենք Լիլիթին Թոխացյան։ Զանգենք ոնց է գրված համար։ Լիլիթ Թոխացյան պետք է գրված լինի։ Լիլիթ Թոխացյան։
Ես եմ խոսում, դե դու ես խոսում։ Դու ես խոսում, Ռաֆ ջան, ինչ գործ ունեմ քո Դա հեռախոսում։ լուկրի Լիլիթն էլ անջատոսնի։ Քեզ բան։ Մի րոպե, 60 վայրկյան ունես, հենց վերցեցին ալոտ, գնում է։ Լիջան, բարև կյանք, հաղորդման հյուր եմ, արագի մեջ պետքա բան պատասխանես։ BTS խմբի անդամներից գոնե 3-ի անունը։ Jimin, Jungkook, Taehyung. Դե ես էլ կարա Դե ասեմ։ կրկնես, բայց դու Ռաֆ։ Ջիմի, Չոնգչուն, Գյանգյուն, գետ ինչ էր, մի հատ էլ ասա։ Jimin, Jungkook, B. Քֆուր էր։ Okay, in B։ Tam yotasem. J-Hope, Jin, Jimin, Jungkook, Taehyung. Всё, okay, կյանքս ապրես։ Մերսի պաչում։ Դավայ, ապրես։ Bachmam, ha, baka. Դա ես էլ կարա ասի, դա տենց է Ջունքինգ, ունքինգ, ինքինգ։ Դա եղել ոնց որ ուզում եմ, մեկը կաներ։ Բայց արի դու մի ես, արի ամեն դեպքում Լիլիթի տարբերակը։ Լիլիթի տարբերակը- Տարբերակը ճիշտ էր։ Ճիշտ էր։ Ճիշտ է, Ռաֆ ջան։ Ապրես Դիլի ջան։ Ճիշտ է, տարբերակը- Խմեմ դե ուրեմն։ Խմի, Ես Ռաֆ կարամ ջան։ ընթացքում ամեն Ա, խմեմ։ կարաս Մեկ այսօր ով մեքենայով ճիշտ է չեմ։ պատասխանում, իր Ապեր այսօր կերասը մեքենայով չեմ։ Խմեմ, ինձ մի հատ աջալ կտակ, ես տեղ իմ համար։ Կարաս էս ռեմոնտ Այս է ռեմոնտը, մեկը Ինչ-որ ագին բան բան փոխես։ ավելացել, ավերգին բան։ Կստացի այդ ով ռեմոնտ ունի տան անելու, որովհետև տունը լիքը բան ավելացել։ Շատ լավ, դե ինչ, մենք առանց վարքյան կորցնելու Ռաֆ ջան Խզարինք, անցնում ենք բրավո, երկրորդ ապրես փուլ։ Դիլիթ ջան, thank you։ Մեր գործընկերն է Coffee Craft-ը։ Coffee Craft-ը աշխատում է միմիայն բարձրորակ սուրճով եւ առաջարկում է յուրահատուկ խմիչքներ, որտեղ ամեն բաժակը պատրաստվում է մեծ ուշադրությամբ եւ հոգատարությամբ։ Հասցեներն եք ուզում, գիտեմ, կասեմ, Դավիթ Անհախ 8-7, Կասյան 1, Հյուսիսային պողոտա 8-5։ Լիքը մարդիկ կան ասում են, բաս Սարյանում երբ ելնելու, կասեմ շատ շուտով Սարյան Մոսկովյան խաչմերուկում, նաև Coffee Craft։ Երկրորդ փուլ Ռաֆ ջան, դու գիտես ոնց անց առաջին փուլը, որ չնկատեցիր Բա, անգամ։ սենց ասեմ, քեզ շրջապատունամ աշխարհը չունի։ Իսկ երկրորդ փուլի հարցը հնչում է այսպես, ինչ-որ սիմվոլիկ է նաև, որտեվ դու այսօր անդրադարձար Երևան քաղաքին, իսկ հարցը այսպեսին է, քանի տարեկանն է նշելու Երևանը 2026 թվականին։ 2878։ Պետք չի դու ասես։ Բա ով ասի։ Նամանավանդ որ ճիշտ չէր։ Բացի հեռախոսին 2000 ոնց ճիշտ չէ, այդ չի 2800։ 2800 ճիշտ է։ բացում ենք Բացի։ Ռաֆի։ Ես գիտեմ, էլ այս հարցի պատասխանը ով գիտի։ Ով է, որ տենց ասում ես, դե ասա է։ Զիրոյանը։ Բայց ես առաջարկում եմ էլի տարբերակներ ասեմ քեզ։ Առաջակել Օրինակի նույնը, համար զանգել ես բան, քանակեր, բան, Չէ, ոնց թե բայց շոֆեր, խադավիկ, ես բաներ եմ եղել։ Այդ մի օր միացես դեպ պատմեմ, քեզ այդ ջնջելու հետ կապված։ Մի հատ աղջիկա հետ էի ծանոթացել, ոնց որ համարը վերցրել էի։ Ու տենց, ապեր 3 անգամ էինք հանդիպել, 8 անգամ կռվել էինք իրար հետ։ Այս աղջկան անդադ ինձ խանդում էր։ ահա։ 3 անգամ էինք, բայց սիրտս ահավոր կպել էր այս աղջկան։ Ու տենց հերթական անգամ որ նկարահանան ենք, գորն ասեց, «Ինչ ես անտրամ», դիր ասի, ապեր դես աղջիկ կար, ասի, սիրտս կպել, ասի, ապեր, բայց շատ խանդոտ է։ Արա անընդհատ ինձ խանդում է, անընդհատ ինձ խանդում, մենք կռվել էինք իրականում։ Ու տենց բան էինք արել։ Կռվել էինք ու գնացի նկարահանման։ Ես գորս այդ խանդումը համարը ջնջի էլ մի զանգ, ապեր համարը ջնջեցի, ու էլ չի հիշում մի համարը որն է, էլ չզանգեցի, էլ չզանգեցի։ Վերջ։ Վրցավ։ Եթե ուզում եք բաժանվեք, հեշտ տարբերակ։ Համարը ջնջեցի, չզանգեցի, էլ չկարծա գտնեի համարը զանգիկն էլ իրականում մեղացավ, ասես որ ինքը չի զանգում, թող ես չզանգեմ, եթե հիմա լսում ես օրս արեմ մեղավոր չեմ։ Համարը տա ջնջում է, ուրիշ բան չկար Օրս ակը։ արեմ։ Ռաֆ, իսկ ով է օրինակի համար այն աղջկան մերը։ Կարող Ռաֆ, ես կամ կոնտակտ կամ քֆուրա։ Այն աղջկան մերը։ 093-ով։ Այն աղջիկա մերը։ Մերը, դիշտ եմ ես գժված եմ վրեն։ Իսկ կարող է չես ջնջես սենց ես փոխել։ Չէ, հիշել եմ ապեր։ Հիշել եմ։ Խնդալ է ապեր, այդ շատ Դա խնդալ մեզ է։ գոնասը քանի տարվա կոնտակտ է։ Երևի մի 5 5 տարի առաջ տարի առաջ էր այդ աղջիկա մերը։ Աղջիկա մերը։ Всё, ոնց ասես Ռաֆ։ Գարիկ Բոհեմ։ Գարիկը բոհեմը կիմանա։ Զանգում ենք։ Զանգի Գարիկին բոհեմ։ Զանգում ենք Գարիկին Բոհեմ, 1 րոպե ժամանակ գնաց։ Ինքն է մասիսից է, հաստատ կիմանա, այն։ 100% մասիսն է կպած է։ Ալո, Գար բայլուս։ բալոս կանքս։ Լավ ես։
Գարջան, քանի տարեկան մի անգամ շատ բան արեք եմ ասում։ Հաղորդման հյուրը պետք է մի հատ հարցի պատասխանես, ախպերս։ Քանի տարեկանն են նշելու Երևանը 2026 թվականին։ Արա Google խփի։ 2026 թվականի մի րոպե 2700 պետքա լինի, սպասի։ Եթե ես էլ ասես ինձ սխալ է, 2800 պետք է լինես, գար։ 2800 Գարիկ շուտ արագ ասա գնում է, հեսա պրծնելու է, մի րոպեին պետք է մնաց 30 վայրկյան։ Մնաց 30 վայրկյան, գար։ սպասի ախպեր։ Սպասի ո՞րն է։ Ես սպասեմ, ժամանակը չի սպասում, ժամանակը գնում է։ Հա ճիշտ է, մոռաց դու հեռախոս ունես, կոնոս ուրանդակը։ Հա։ Ես էլ հենց հիմա ներկայացնում եմ, սպասի։ Բեմում է։ Բեմում ես հենց հիմա ապրես։ Երևանը քանի տարեկան է դառնում։ 10 Չէ, վայրկյան։ բեմի կողքն եմ։ Բրծա շուտ արա։ 2800 քանի տարեկան է դառնում Երևան։ Հա։ Վերջ։ Անջատիր։ Օրեն ճորտարա խաղում արա Ռաֆոն։ 10 վայրկյան տարավ Գարիկը։ Գարիկը թքեց ապը։ 10 վայրկյան տարավ, 50 վայրկյան մնաց, բայց հարցը մնաց նույնը։ Էլի նույն հարցը պետք է պատասխանենք։ Այնքան մինչև Ապա ես ինչքան գիտեմ 2800։ Գարիկ Սուր անկյուն։ Չէ, Գարիկ Սուրանկյունի մի զանգի։ Դե ասա ում ենք զանգում։ Ապա արի զանգենք Զիրյանին։ Okay։ Գրի Զիր։ Զիրիկը կիմանա ես։ Տարբեր են մի քանի ատոներ։ Ահա, հեսա Զիրոյան գնաց։ Ինձ թվում է Զիրյանը 50 վայրկյան։ 50 վայրկյան ունենք։ Որտեվ Գարիկը խլել էր 10-ը, հիշում ենք։ Գարիկին։ Մի անգամ էլ ենք հիշում։ Այն աղջկա մաման խնդալ էր ապա այսօր կզանգեմ սա համար։ Այսօր կսանք ես մտնես այն աղջկա։ Արա Զիրյան ջան, ներկայացման է։ Չի պատասխան։ Ահա, ահա կանի։ Всё, գնաց 10 վայր։ Չէ, չի գնացի կանի։ Հաջա, Զիրիկը բայլուս բալուս ասես։ հաղորդման հյուր եմ արագի մեջ մի հատ հարց եմ տալի, պետք է պատասխանես, դուք իմանաս մենակ։ Քանի տարեկանն են նշելու Երևանը 2026 թվականին։ 2807, 2808։ Շնորհակալություն, ես քեզ պաչում եմ Զիրյանս։ Ես ես։ Ասե։ 2808։ Ճիշտ էր։ Ճիշտ է, Ռաֆ, ճիշտ է։ Զիրիկը։ Գիտես ինչի, որովհետև Երևանի մասին ներկայացում ունենք ու ամեն անգամ Զյանաս մը չէ որ այս տարի Երևանը նշելու է իր 2000 տարի, ու ամեն տարի կնշում է։ Դրամանիկ ես վստահ եմ որ ինքը գիտի, ես չգիտեի, բայց գիտեի որ 2000 Դա որ դու գտար ճիշտ։ Իվիճանս կյանքում շատ կարևոր բան է այս, որ դու կարող ես բաներ չիմանաս, այդ առումով ում զանգես նա որ այդ առումով գրի, ես քեզ հիմա մի հատ անկեղծ բան եմ ասում, այդ առումով իմ մոտ շատ արագ է, եթե ինչ որ մի հատ բան լինում, այդ ասում են, սենց մի հատ բան կես էլ վայ, էդի ում կարելի է, ոնց կարելի։ Շատ արագ կողմնորոշում ու կարող ասեմ, թե զանգեմ, ասեմ, գրիկ, էս մի հատ բան կա, որտեղ վստահ գիտեմ, որ դու դա գիտես։ Համոզված եմ, որ գիտեմ, որ դու դա գիտես։ Այդ առումով խմենք մի հատ էլ ապա։ Դավայ չէ, ժողովուրդ ջան, ջայլներ ջան, ձեր կենացը ծավները տան։ Ծլեք, Լավ եղեք, ծաղկեք, առողջ եղեք, զորանակ։ մենք գնացող ենք։ Մարդել արագ չիմանա Երևանի քանի տարեկանն են նշում։ 100%։ Բայց ինձ հետաքրքիր է, ինչի ամեն տարի Երևանի ծնունդը տարբեր օրեր են նշում սփխեջի պես։ Իսկ դու ֆիքսել ես, որ հայ գրողները մենակ կլոր տարիներով են մեծանում։ Իսկ դու 110-ամյակն ես տարի 120-ն է, հետո 30։ Իսկ դու ես ես վերջերս եմ ֆիքսել։ Իսկ դու ֆիքսել ես որ ամերիկյան ֆիլմերի մեջ երբ որ ոստիկանները ասել ինչ-որ մի հատ տեղ են գնում, եկել ազանգ է գալի, որ դեպքը կատարել, մի անգամից ինձ ռազմավարոտներում հետ են գնում։ Ոչ թե գողեր չի գնում։ Լիքը տենց հիմար բաներ կա։ Անցանք Ես երրորդ ես հարցին։ վերջերս գիտես ինչ էի ֆիքսել կինոներ կան, ինչ որ տենց որ ասենք ինչ որ խումբ է, այդ լավ բան է անում, ասենք, չգիտեմ, բանկը պետք է թալանեին, հանցագործների մեջ փրկում են բան ու միշտ կինոն վերջանում է նրանով, որ մի հատ ավելի ուժեղ իրանց հանձնարարություն են տալիս, բայց դա չես է տենում, որ ավելի հետաքրքիր է։ Որ գալիս ասում է, դե արդեն կարամ գնամ հանգիստ, ասում է, չէ, նոր բան է եկել, մենակդ։ Մարսից մոլորակից մարդիկ են եկել, տիրած դեմել ես, ասում ես էսի է հետաքրքիր ջոգին, էնի չեմ ուզում նայել։ Ժամը կես խին այց։ Ավելի հետաքրքիր բան է։ Այս էս հետաքրքիր ձևով էլ մենք գնում ենք դեպի երրորդ փուլ Ռաֆ ջան։ Մեր գործընկերն է Thum Oil-ը։ Thum Oil-ը Հայաստանում առաջիններից է, որը միավորում է բարձրորակ վառելիքի տեսակները ապահովելով վարորդների լիարժեք հարմարավետությունը մեկ վայրում։ Յուրաքանչյուր լիցքավորում այստեղ հիմնված է որակի, անվտանգության եւ վստահության վրա, երաշխավորելով մեքենայի կայուն եւ հուսալի աշխատանքը։ Thum Oil-ը ներկրում է բարձրորակ վառելիք միմիայն Ռուսաստանի Դաշնությունից, ժամանակակից սպասարկում, վերահսկվող որակ եւ վստահություն յուրաքանչյուր այցին։ Սա է Thum Oil-ի մոտեցումը։ Thum Oil վստահ,
ճանապարհ ինտուիցիոն։ Գնացեք Թումոյլ, լցրեք ու գնացեք։ Երրորդ փուլ Ռաֆ ջան, դու մի քիչ առաջ շատ հետաքրքիր բան ասիր, ես միշտ դիտեմ, թե ումա պետք զանգել ինչ որ հարցի համար, այ շատ հետաքրքիր հարց է եկել Ռաֆ ջան։ Պետք է գտնես մարդ, ով գիտի, թե ինչքան է տևում խոզերի օրգազմը։ Զանգեմ ապա։ Շատ վստահ ես ասում։ Զանգեմ ապա։ Ով է։ Ում ենք զանգում։ Ռաֆ վախացնում ես, ում ենք զանգում։ Չպետք է ասես ում ենք զանգում։ 50 վայրկյան, ով է։ Ահպեր։ Ալեք Բայլուս։ Բարև։ Ախպերս հաղորդմանը սիրում եմ, մի հատ հաղորդման իրեմ ու դու պետք է այդ հարցին պատասխանես։ Ինչքան է տևում խոզերի օրգազմը ապեր։ Որ բերում են խոզերին ցլի տալու, ինչքան է տևում այդ ճնգուտուկը։ Մի րոպե, 5 րոպե։ Նայած խոզ։ Հա, նայած խոս։ Մեկից 5 րոպե։ Հա, եթե շատ կարոտ է, մինչև 7 րոպե մնամ։ Ես քո կյանքին մեռնում, ես քեզ պաչնում։ Որն է ճիշտ տարբերակը։ Ինչ պատասխանեց։ Որն է ճիշտ Ինչ տարբերակը։ պիտի նայես, թե ես ստեմ է Ռաֆ։ Բանդեղից են գիտեմ ճիշտը։ Ախպերս 1-ից 5, եթե շատ կարոտացա 7 րոպե։ Ինչեւ։ Եթե մարտը խոպանա, խոզի մարտը խոպանա 7 րոպե, բրոդ։ Քո պատասխանը պիտի ասես, տարբեր տարբերակներն ասեմ, մեկը պիտի ասես։ 5 րոպե, բրոդ։ Միջինը պայենք։ Ինչին է։ Այս տոն արդեն այդ խոսը դե բանը 5 րոպեն լավ է։ Իրականում խոզերի օրգազմը տևում է 5-ից 15 րոպե, Դա որը տեղավորվում է Ռաֆոին։ Արա ում զանգիրան այդ ասա դու։ Ալեքը մեր արևանն է, որը ունի խոզեր, որոնք որտեղ ինքը ժամանակար ժամանակ Կատվարիկ խոզեր ունի։ Ապա չէ, բանը խոզեր ունի, որ ժամանակար ժամանակ ворց են բերում, խոզ ворց են բերում, եւ այդպես գցում են որ Խոզը լավ է, որ մի հատ դակիր շեշտեցի։ բան էր եղել, գյուղից Սակոն էլի տենց բանը, դες մեր գյուղում մեկը ոնց որ ասած տենց ահագին ժամանակ չի երևում, ասում են ուր ես, արա ասում է խոզերս ցելի էին ընկել, ասում է գնացել էի մի հատ ворց էի բերել, որ տենց ցելի տայ էլի, այ բանը խոզերին ցելի տայ բան, արա ասում է դրանք էլ է սորտը սաղ իրար նման այն թե որ մեկի բախտը բերեց այդ ворցին երկու անգամ գցեցի մոտելը չեմ ճակում։ Մենք այդ առումով էլ գիտենք, ախպերս ասա։ Բայց անգամ կա դեպքեր գրված էր, որ 30 րոպե ասնում։ Դե հիմա ախպերս ասում մարդ կա, հիմա պետք է բոլորին չի վերաբերվում։ Մարդ կա։ Մարդ կա։ Մարդ կա, գիտես ինչ էր անում, բայց այդ մենք Բայց դա խոզը արդեն։ Մի հատ խմեմ ապեր, չէ։ Խզարում եմ ապես, գացել։ Օրինակ եմ Ռաֆ կուզեիր, օրինակ մի 10 րոպե տևեր քո մոտ։ Ինտե դկրե տևում է մոտ, մի խոզել ես եմ, լսիլ եմ։ Ռաֆոն ցեխերի մեջ վարկած։ Սուլինարի։ Դու արդեն հասկացա, որ քո կյանքում եթե ինչ-որ մի բան պետք է լինի, ում ենք զանգում Ռաֆոյին, որ Ապա Ռաֆոն Արշոյի մոտ, մեր Արշոյի Հարությունյան հեռախոսի մեջ գրած է Ռաֆո սոս, որ ցանկացած հարցը որ բանա պետք լինում, Արշոյն միանգամից զանգում է ինձ, որովհետև գիտի ես շատ արագ այդ հարցի Արշոյի կենացը։ Արշոյից կենացը, ականջի կանչի։ Մեր համեղ գործընկերն է Da Vinci Sushi-ն, շատ թարմ, շատ համեղ ու շատ արագ, համ ձեր ուտելը, համ էլ առաքում, էլի ոնց որ Da Vinci Sushi, էլ ինչ ասենք ավել, այսքան Էրիկա, Da Vinci Sushi, մի հատ է կարամ ասեմ, Da Vinci Sushi։ Ռաֆ, դու չես է նկատում վարկանները։ Չես էլ նկատում շուրջը։ Դու ոչ խոզերին նկատեցիր, ոչ իրանց օրգազմը հարգեցիր։ Եվ 4-րդ փուլի հարցը հնչում է այսպես. պետք է գտնենք մարդ, ով կասի Սարդը մարդը ֆիլմերի շարքում 3 Սարդ մարդի դերակատարներին։ Բացիր հեռախոսդ։ Ես գիտեմ ում պետք է զանգել, բայց աննայ։ Արինենք, էլի արինենք, մարդկանց հետաքրքրում Ես գիտեմ ում պետք է զանգել։ Մարդկանց հետաքրքրում են օրինակ։ Ֆիլմերի գորան ունեմ, այտենց ինքը կարա ասի սախ։ Ես այն մարդն եմ, ովքեր որ ինձ ճանաչում են, կիմանան, ովքեր որ չէ, թող արդեն իմանան, ոչ մի դերասան, ընդհանրապես ես անուններ չեմ հիշում։ Չեմ հիշում մարդու անունը, ծանոթանում եմ այդ բանին ու մոռանում եմ, ասենք բարև Ռաֆո Գրիկ, այդ ասում Գրիկ պրծնում է, մի վայրկյանացնում ուզեմ հիշեմ ինչա անունը։ Չեմ հիշում մարդկանց անունները, ուր մնաց հիշեմ բան, ֆիլմերի հերոսների, Սպայդերմենների անունները։ Մեկը քորեր, մեկը բան, կյաժ, մեկը մի քիչ ուրիշ ձև, մեկը կանգուր մազերով երկար դեմքով, դեմքերով սաղին գիտեմ, բայց անուններով չեմ մանում։ Ուղղակի մտե SMS-ից զանգանեք Նվեր Մարսպետարան։ Չէ։ Նվեր Մարսպետարան չես ուզում, արի ուրեմն։ Դե հիմա արդեն Նվեր Մարսպետարանը բանը վարչապետի աշխատակազմում է դժվար էլի տենց այս բան։ Դե արի ուրեմն զանգենք Պողոսին հարևան։
Չէ։ Արվին Քոչարյան։ Արվինը կիմանա։ Սարդմարտի 1-ի պոստերը ինքն է արել։ Զանգի Արվինին Քոչարյան։ Նոր զանգում եք Բայց ես գիտեմ ով կպատասխանի, Արվինը ինձ թվում չի կարա պատասխանի։ Ես գիտեմ ով կպատասխանի։ Ով։ Դիաննան Շատվերյան։ Ձյաննա Շատվերյան կպատասխանի ես Այո։ քեզ։ Okay։ Նա ֆիլմերի մանյակ է, բրատ։ Զանգ արել 50 վայրկյան ունես Եթե չպատասխանես խայտարակ են գլնում։ 4 փոլի համար դու չէ։ Ես չէ, Դիանան հիմնականում։ Դու այսօր դու բացարձակ Այսօր ես իմ համար գինի եմ խմում։ գուլյա Գինի եմ խմում, քյավառից եկել եմ, բախլավա եմ կերի արաբան։ Մի բաժակը քյավառով արաղ եմ խմում։ 50 վայրկյան է լինելու ժամանակը։ Գնա ժամանակը։ Գլամուր, բայլուս։ Հա ջան։ Արևս բան հաղորդման հյուր եմ ու դու պետք է պատասխանես հարցերի։ Ինձ թվում է դու պետք է պատասխանես Դիաննա։ Կարամ ասեմ։ Ոյ։ Մի վարքա խելոք պայքես։ Ասացեք Սարդ Մարտը ֆիլմերի շարքում 3 Սարդ Մարտ դերակատարներին։ Աստված ջան։ Ասում եմ Սարդերին, Աստծուն մի խառնես գործի մեջ ցավտանում։ Քեզ թվում է հիշում է։ Հələ դու ես ինձ եմ գոված եկես, դե ճիշտ խայտարակ եմ լնում ես։ Շատ լավ ես արել, բայց Սարդ Մարտի։ Մնաց 20 վարքյան, մնաց 20 վարքյան, Դիանա։ Tom Holland եւ Սպասի։ Մնաց- 2 րոպե։ 2 րոպե բանա 20 վարքյանից գնում է։ 10 10 Չեմ հիշում։ չես հիշում։ Պլենս չեմ հիշում այդ ակտորները։ Դիանա, всё, դու ինձ պարկ ես արևս։ Ես քեզ բաճում եմ։ Դավայ կյանք բաճ։ 10 վայրկյան տարավ։ Քեզանից մնաց ընդամենը 40 վայրկյան եւ ես մի անգամից ասում եմ գուցե զանգարենք Սոս Կարապետյանին։ Սոս Կարապետյանն ով է։ Սոսի լոսը չի։ Սա բայց ու Ամերիկա զանգենք։ Բայց կինո է նկարում հաստատ իր Էժամին չէ քնած կլինի։ չէ։ Գոր Կիրակոսյան։ Գոր Կիրակոսյան էժամին քնած չի լինի։ Չգիտեմ, Քնած կլինի նա։ կարող Որտեւ արտնացած լինի, Ամերիկայում հիմա ժամը 6-ն է։ բայց կարող արտնացած Չէ, լինի։ դժվար նա 3-ին էլ հոթդոգը կերել է համար հով լրված ապեր հարուստ։ Ժամն էլ թազա առլեր $80,000, բրատ։ Մեր հաշվին։ Այդ 80,000 ինչքանն է քո հաշվին կողմ։ Ապեր 79։ Բայց այս 79-ն է, հազարը չէ։ Ես եմ առը։ Արի զանգենք այդ դեպքում գիտեսում Ռիչարդ Մադլենյան։ Չի իմանա Ռիչես։ Չի իմանա։ Դե ուրեմն Մակիչ Վեգան, Չէ։ Գոր Մարկարյան։ Գոր Մարկարյանը, կարի մա տարի փորձենք էլ Գոր Մարկարյանին։ Զանգենք։ Զանգիլ։ Զանգում ենք Գոր Մարկարյանին։ 40 վայրկյան ունես դու 40 4-րդ վայրկյան հարցին ունեմ։ պատասխանելու համար։ Օրս արև։ Կամ Գորը բայց չի պատասխանի, հիմա ներկայացում է բեմադրում երևի շատ բան։ Աջակ։ Մարկարյանս բայլուս։ Արագ հարց եմ տալի, որովհետև հաղորդման հյուր եմ, պետք է պատասխանես, գիտեմ որ կպատասխանես։ Նայ, ասացեք Սարդ Մարտը ֆիլմերի շարքում 3 Սարդ Մարտերի դերակատարներին։ Սարդ Մարտերի դերակատարներին 3 ասեք օգնենք Ռաֆոին։ Շուտ։ Ասա 0-29 ասա ես դեսի բան կտամ։ 50,000 փող կբերեմ այսօր։ 100։ Պիտեր Պարկերը չի։ Մնաց 20 վայրկյան։ Միստր Պարկերը չի։ Մնաց 20 վայրկյան շուտ ասեք։ Միստր Ապեր ուսանողները դե սաղին անի Ասվարկյան։ գործ բրո։ Հեսա հանը։ Եթե չգիտեն Սարդ Մարտի դերակատարին, ուրեմն ռադար է, դեպի սերուն։ 5 վայրկյան։ Թոբի Մագուայեր, Tom Holland, Tom Holland։ Վերջ։ Всё, պրծավ, գոր, լավ, մերսի, գոր։ Ռաֆայել Երանոսյան երու։ Եվ Ռաֆայել Յանոսյան Օյո։ շնորհակալություն։ Ահա։ Բացառություն արեք, դե 30։ Ռաֆ, նայ։ Մեկն է Դիանան էր ասի ապա։ Ռաֆ 3-ից 2-ը ճիշտ ասեց, մեկը սխալով էր սխալ։ Ռաֆայել Յանոսյան։ Արա բայց օրինակ ես կարայի Սարդ Մարտ խաղայի։ Թե ես ավելի շատ տենց բան է, քարե դարդի կինոներից պետք է խաղայի։ Կարդարդում խաղաց իրեն։ Արա քարե դարդը, բայց դու ասա քարե դարդում բաբալի կերպարը վատ չար կերպար էր, բայց բոլորը սիրում Բոլորը էին։ սիրում են, որտեղ լավ էր խաղում Ռաֆ։ Արա խզարում եմ, ես լավ դերասան եմ ապել, ես շատ տաղանդավոր։ Լավ էլ գրած է, լավ էլ գրած է։ Շատ վատ էր գրած։ Լավ էլ գրած է։ Հիմնական մարդիկա չէ վատ բարի ոմանիշը կասե, ինձ ավելի տենց գրված էր բրատ։ Բրատ լավ խաղում եմ ես։ Լավ էր գրած։ Լավ գրածներ նրանց է գիշեին։ Չէ, Ռաֆ։ Լավ գրածները Լավ մնացած էր 70-ներ գիշեին, բայց բոլորն ինձ էին հիշում։ Այդ Այդ ինձ Ես խափել եմ։ խափեմ որ շուխուր ջանը, խափել որ շուխուր ջանը։ Ուրիշ ինչ ասած։ Ռաֆ 30 վայրկյան մնաց, բացի երախոսը։ Արա էլի պետք է իմանանք, Բա, վայ հորս ո՞ս արել էլի։ բարա։ Չիմացանք այդ ձևելին ո՞ն է։ Արա դու զանգեմ բրա։ Տուր երախոսը, տուր, ես լավ եմ գտնում, Ռաֆ։ Արա դե չկա իմ համար Տուր երախոսը։ կինոյի ֆանատները իրանք էին, բայց տենց չկա ապերել, ան։ Տուր, Ռաֆ ջան, տուր։ Հորս արել բարա։ Զանգի ասեմ
Լիքը մարդ հիմա նայում ասում է գրիք ջան, բայց որտեղ եք նկարում այս Զանգիրասեմը։ Հիմա կասեմ, մենք հիմա գտնվում ենք Spin Production-ում, որը քաղաքի ամենամեծ ստուդիան է վիդեո կոնտենտ նկարելու համար։ Այստեղ ունեն 10-ից ավելի տաղավարներ, հագեցած տեխնիկա, ձեր նկարանները ապահովելու համար։ Շատ շուտով Հայաստանից հնարավոր է լինելու մոնետիզացիայով լիքը գումար աշխատելու։ Հենց այստեղ են մասնագետները, ովքեր ձեզ օգնելու են այդ հարցում։ Պրոֆեսիոնալ YouTube մարքեթինգի ու պրոդյուսինգի մասնագետներ։ Հիմա այլի գիտեմ, ասում եք, բա ոնց կանք ստեղ, ոնց կանք կապնվենք, զանգեք ներքևի նշված հեռախոսամարով, իրանք ամեն ինչ կանեն։ Ձեզ ոնց ասում է, անկեղծ մենակ զանգելն ու գալը։ Նրանց կանեն։ Մի մտեք հավայի YouTube-ով, բա ոնց միացնեմ մոնետիզացիան, բայց ինձ ամոր դեմ եկեք կասեմ։ Զանգիրասեմ։ Մի անգամից ես առաջարկում եմ զանգենք Սմբո գյուղ։ Չէ։ Ռավչան դեմ, բա ինչ ասեմ ես քեզ ուրիշ։ Իմ մոտեց Տեխնիկային։ Տեխնիկային էդի կոդն է, պես բանը բացում է, շլանգբավում բացում է, զանգի տեղ շլանգբավում բացվի։ Ուրջես ասում։ Ես գրե տեխնիկային։ Բա ինչ գրե, շլանգբավում։ Բա ինչ գրե։ Իբր է դա մենակ տալու։ Գրե խփում էի տեխնիկային համար հավաքում էի, բացում էր, չմտուկը մտնում էի ներ, զանգի տո բացի, մեկը կմտնի ներս կորնի ինձ։ Արի մտ բացենք էլի։ Ինչի համար։ Շլանգբավում։ Չէ։ Մտ բացեմ էլի ես մի վարկան էլի։ Մի արա դե։ Արի մտ բացելի մտ բացենք էլի մի վարկան էսը։ Մտել դե բացվի էլի, նենք բացվում հա։ Ահա բանը փոխվե։ Այս ուրիշ բան է տեխնիկային ախպեր։ Տեխնիկային։ Ապես խոսում ա ձեր շլագբաումը։ Տեխնիկային, բայց ասած։ Խոսած շլագբա, կապին ապե։ Չէ, դե դες ես տեխնիկային։ Երևի մա փոխել են բանը մի ասեմ։ Համարը բացի խնդրում եմ։ Ես ծարդը մարդը ոնց որ Հա։ խնդրում եմ ավճանել այստեղ։ Ստե սունդուկյան է։ Մեկ է բան կա։ Օրինակի համար ասենք զանգարային։ Որ ինչքան համար կար որ ես պետք է նայեմ մակրեմ մի հատ լուրջ։ Ահա, մի հատ вообще։ Լիքը համարներ կա որ ասենք։ Նայ, խիմչիստ կա, կարաս իրաց 10 մակրեն։ Ինձ թվում է Արվինին արի զանգենք մի հատ։ 30 վայրկյան։ Դե հիմա ջանդամ կրվեն։ Բայց մի հատ է տարբերակ ունես, հիշում ես, չէ՞, որ մի րոպե եմ տալիս քեզ, բայց ինչ որ բառ ես ընտրում, այդ բառը պետք է երբ ցույց տամ օգտագործես, այդ դու կարաս որոշես երբ։ Դե հաղորդում արի տժանք, դե զանգի Արվինին, կրվել է, ու մի ռաց տակ մուզիկա, դավայ։ 30 վայրկյանով։ Խփի, զանգի Արվին։ Գնացինք։ Բարե մայստրո։ Ասա պոստերս ինչ եղավ այդ ձև սկսի։ Աջան, Բայլուս մայստրո։ վարգլուս Հաղորդման հյուրեմ արագի մեջ պետքա մի հատ հարցի պատասխանես, ցավը տանեմ։ Սարդ մարտը ֆիլմերի շարքում 3 սարդ մարտի դերակատարների անունները կարաս ասես։ Չէ, անգիր չեմ կարաս։ Ես քո կյանքին մեռնեմ, կրվա, ես Արվինը շնորհակալություն պատճում եմ քեզ, դավայ։ 10 վայրկյան տարավ Արվինը։ 10 վայրկյան է։ 20 վայրկյան։ 20 վայրկյան։ 20 վայրկյանը շատ կարամ զանգեմ papayin հարցնեմ ոնց ես։ Չէ, բայց մի հատ էլ տարբերակ ունես մի րոպեանոց։ Մի հատ է տարբերակ ունենք մի Մի րոպեանոց։ րոպեանոց ու հետո կողային 20 վայրկյանը վերջի արդին բայց կարող վերջին Իմ համար արդեն ֆիլմերի առումով էդ էր։ Արա ֆիլմերի առումով կանգնի ֆիլմերի առումով։ Նայ, մի րոպեն այնքան ժամանակ որ կան մարդիկ Google-ը անեն։ Նարեկ թատրոն։ Մի զանգի բայց էլ չէ, մի զանգել է։ Դու պետք է ասես 20 վայրկյանն ես ընտրում, թե բառով։ Լկանի 20 վայրկյան ունենք օգտագործենք խուրդենք էսի պրստի, հետո մի րոպեն Բայց 20 վայրկյանը կարող է պոմես վերջի արցի համար է։ Okay, մի րոպեն, խփի։ Մի րոպեն։ Բայց մինչև զանգելը 3 տարբերակ կա։ Ստեից ընտրում ես ինչ-որ մի հատ բառ, բայց այդտեղ մի վայրկյան կարող պահ կա։ Եթե սխալ պատասխանեցին, քեզ այնց վայրկյան չենք տանում։ Էդ էլ իմացի։ Մի բառը ստեից ընտրում ես ու ես երբ ցույց տամ պետք է այդ բառը օգտագործես։ Ես այդ խոսալու ընթացքում։ Այո, դրա համար որոշի ու մեզ զանգում։ Հա, նարեկ թատրոն։ Ահա, ընտրի մեկը։ Էսի։ Ինչ է։ Արա։ Էսի անդացել դիում եմ։ Արա։ Նայ։ Բայց քանի որ մենք արդար շոու ենք, մյուս երկու տարբերակները էլի Ռավճան արա։ Նայ, մա դու նայ, ինձ պետք է չէ Դա լուշես։ ցույց չտամ։ Գնաց, մի րոպեն գնաց։ Արա սենց արեմ դու միշտ ասա։ Սպրոս սպայեմ։ Տրաֆս։ Արա բարի օր։ Բադիոր։ Արա հաղորդման հյուր եմ, արա։ Հիմա լսի արա, բանը պետք է արագի մեջ արա մի հատ անուններ տամ, արա ու պատասխանես արա։ Լսի արա, Սարդ մարտը ֆիլմում արա, այդ դերակատարների անունը, 3 դերակատարների անունն ասանձի, արա թափով։ Սարդմար։ Tom Holland, Tobey Maguire, Հա։ Zendaya. Զենդե։ Ես Ովքեր որ խաղացել են,
Հա, Spider-Man. հա։ Andrew Garfield, Tom Holland, Tobey Maguire. Արա, եղավ, արա, պաչում եմ, արա, դավայ, արա։ Ճիշտ է, խմեմ ես գինին։ Արա, Արա, ճիշտ է, աղբերդ գիտես, արա, աղբերդ գիտես։ ապրես, արա։ Ապրես, արա։ Մեր շատ ուրախ գործընկերն է Վեդի Ալկոն, Վեդի Ալկոյի զանգու գինին ստեղծված է նրանց համար, ովքեր գնահատում են ոչ միայն համը, այլ նաև գինու պատմությունն ու ծագումը։ Այն պատրաստվում է Արենի խաղողից, Վայոց ձորի բարձրադիր այգիներից, որտեղ կլիման եւ բնությունը ձևավորում են խաղողի արտահայտիչ բնավորությունը։ Զանգուն ներկայացված է սպիտակ, կարմիր, ռոզե եւ կարմիր ռեզերվ տարբերակներով, առաջարկելով տարբեր տրամադրությունների եւ առիթների համար համապատասխան ընտրություն։ Սա այն գինին է, որը կարող է ուղեկցել թե առօրյա ընթրիքին, թե ավելի տոնական սեղանին։ Վեդի Ալկո ցանկացած իրավիճակի համար։ Եվ այսպես Ռաֆ ջան հասանք 5-րդ փուլին, իսկ 5-րդ փուլի հարցը 20 վայրկյան ունես ընդամենը, վերջին հարցն է, ընչում է հարցը այսպես։ Են մի րոպեն պրծավ, հա։ Այն մի րոպե վերջ։ Ուղղակի դիք մի րոպեն։ Այդ ուղղակի դες լավ բան եղավ քո կյանքում։ Հարցը ընչում է այսպես, ուրեմն 47 մամբա, սոլո, փաստ, էնոմենալ, դանակ, ինադու նշվածներից ով հայ рэպեր չէ։ Չլսեցի մի հատ է պետք է կարդաս։ Չունի։ Անուններ են։ Սոլո։ Դու չես, Ռաֆ չես չոգի։ Հավելի զանգ են ուրիշին, Ահա, տենց է, նայ։ Հələ նայ ինչա գրած ընդե։ Զանգիր ասեմ, էջի խեր կան, ջիմա կամի զանգիր դու ասեմ։ Եթե քեզ պետք է այս հարցը։ Եկես պետք է դա զանգիր ասեմ։ Պետք է գտնես մարդու ով գիտի հայ рэպերների Ռաֆ ջան։ Զանգեմ Նարեկին։ Ո՞ր Նարեկին։ Չիլային։ Սա Նարեկա քո մոտ էսօր զանգի։ Կարամ զանգեմ, ռեպերա, եթե չիմանա ամոթի ան։ 20 վայրկյան։ Խնդրեմ, հարցը նախ պիտի կարդաս էտի 20 վայրկյանով։ Մամբա, կարիոտ, սոլո, փաստ, էնոմենալ, դանակ, ինադու նշված, չի վեկալում չիլա։ Դե չիլա Քերով մոտ եմ է վեկալի, հիմա։ չիլա ջեր, եթե դու իմ զանգին չպատասխանել, Էլ ով մնաց рэպեր։ ռեպեր, բիշոներ գնաց։ Ապեր էլի կարամ զանգեմ Ռեփ սիրող մարդ ում ունես։ ռեպ սիրող մարդ։ Վահանն է ռեպի ֆանատ ուժեղ, բայց Վահանն ստեղ չի, Մոսկվայա։ Ռեպ սիրող մարդ, ռեպ սիրող մարդ։ Ռեպ սիրող մարդ։ Խնդրում բացես բլոկը, ես փորձեմ ընտրեմ։ Զանգեմ ես անգամ է Սոնային, մեր թատրոնի։ Սոնան կիմանա։ Արի զանգենք Սոնային։ Զանգի։ 20 վայրկյան բայց։ Հա, Հիշի։ Ունես։ Դու Սոնան ինտրիգ գայլի տենց մենք մեկ բան կան դա։ Վայրկյանը գնում է։ Սոնջան 20 վայրկյան ունես, արագի մեջ պետք է պատասխանես։ Մամբա, կարիոտ, սոլո, փաստ, էնոմենալ, դանակ, ինադու։ Սրանցից ով հայ рэպեր չի։ Ով հայ рэպեր չի։ Հա։ Մամբա, կարիոտ, սոլո, փաստ, էնոմենալ, դանակ, ինադու։ 5 վայրկյան։ Մամբան հաստատ է հայ рэպեր սոլո։ Նորից ասա։ Նորից ասա։ Դες նորից ասարա, տեսարա։ Արա։ Հնչեց ինչ պատասխան։ Դե իրանք երևի չհասկացան հարցը, ճիշտ Սոլո նշվածներից ով հայ рэպեր չի, դե հիմա այստեղ մամբան հաստատ հայ րեպեր չի։ Ես կարայի պատասխանել, ենք զանգում։ Դու ես որոշում Հա, պատասխանես, մամբա։ բայց քեզ ասեցին սոլո։ Իրանք երևի ասեն սոբանով հայ րեպեր, երևի տենց ասեն, ասեն սոլոն տենց բան Չէ, ասեն։ մի հոգին հայ рэպեր չի այդտեղից։ Մեկ հայ Մամբան։ рэպեր չի։ Դու ընտրում ես, չնայես նամակն հետ։ Դու ընտրում ես մամբա։ Մամբա։ Բայց քեզ չեն ասեմ մամբա, բայց դու որոշում ես Մամբա, ինքդ դժվար ընտրես մամբան հայ րեպեր չի կարել, մամբա։ Դիմավորեք, սիրված րեպեր մամբա, չի լինի տենց։ Փաստ կարալ ասեմ, լինի։ այսա շուտով դու Էնոմենալ էդի կան, հայտարարել դանակ, ինադու, բան, կարիոտ, շատ շուտով է դու հայտարարել ես հեսա։ Հա։ Հայ рэպերա, հետ են զանգում քեզ։ Չկա վերցնել։ Չէ, Ռաֆ ջան, ես վերցնես Գիտեմ, ես վերցրեմ մեռնում եմ։ Ջանես է, հա։ 10 վայրկյան տարան քեզ այնպես, վերջին 10 վայրկյանը մնաց Ռաֆ ջան։ Կայնի զանգեմ թող ասեն, ապեր։ Իրանց է։ Նույն մարդուն չես կասում։ Կանի զանգեմ իրենց։ Ապեր դե Էմանուել ես եմ որոշում։ Էմանուել նախ չկա թե գրած։ Էմանուել։ Էմանուել չկա էլ գրած։ Չէ, մեկին պետք է գտնես, մեկ
Ռեպերա քեզ պետք։ Նարեկ չիլա։ Հետ զանգի։ 10 վայրկյան, գնաց։ Նարս 10 վայրկյան ժամանակ ունենք ալագի մեջ պատասխանի։ Մամբա, Քարիոտ, Սոլո, Փաստ, Էնոմենալ, Դանակ, Ինադու։ Իրանցից ով հայ рэպեր չի։ Այս talk show-յա։ Հա։ Նատել ասա։ Մամբա, Քարիոտ, Սոլո, Փաստ, Էնոմենալ, Դանակ, Ինադու, ով հայ рэպեր չի։ Բազգության սախ հայեն։ Տղայցեմ սա հայան։ Ես քեզ պաչում եմ, լավ բրծավ ժամանակս։ Okay, bye. Ստեսա հայան ասում։ Ոնց է սաղան։ Մեկը մեր օրինացն է, ոնց է սաղան։ Մեկը դա մամբան ապը։ Կփել ես։ Արա չէ Քարիոթը երևի բրատ։ Քարիոտ рэպեր կա։ Ես հին рэպերներն եմ։ Ես Միշո, Դու մտածում հետո ես Հայկո երկու Չիլա, էտերի Նարեկ մեծեք իմ լսած рэպեր։ Ես մեկը հիմա այս վերջից վնասակարին գիտեմ։ Ռաֆայ Աշվարկով 5 են, բայց Քարիոտ կա։ Ես վնասակարին գիտեմ մեկը չգիտեմ, նոր թողինց ներեն բոլոր նոր рэպերները, ես լուրջ չգիտեմ, տենց շատ վաղուց էլ չեմ լսում։ Ես հիմա չեմ լսում էլ ընդհանրապես։ Բայց դու լսում ես։ Ապե մագը ծախել եմ։ Հիմա ինձ լսի։ Վերջացավ ժամանակը։ Դե կրվանք, ինչ եմ անում։ Վերջացավ, Ռաֆ ջան։ Ինչ եմ անում։ Ճիշտ ենք ուզում ճշտենք, Ասա իսկ ճիշտ ասած Էմանուել բրատ։ Ինչ է, դե չէ դեմը։ Էմանուելը, Էմանուելը չկա։ Մամբա ապը։ Մամբա կա։ Էտո վա, կա տենց рэպեր կա, դե որ եթե մամբա կա, կարոտում չգիտեմ ով կա տեղը։ Իրականում չկա Փաստ անունով рэպեր։ Բայց կարող են, չէ՞, Բայց Մամբա կա, 47 կա, Սոլո կա, Էնոմենալ կա, Դանակ կա, Դանակ, Ինադու, Դե տենում ես դուք գիտեք ապեր, դուք ժամանակ ունեք, գրել եք մի շաբաթ մտածել եք, 10 վայրկյան ժամանակ ես տալի, բրատ։ Մի շաբաթ նստել եք, փորփրել եք, Ռաֆ, դու մտածում ես, որ մի շաբաթ քեզ ժամանակ տայինք դուք ասեի, դու գալու ես լսել Մամբա։ Ես քեզ 8 անգամ ասում եմ Մամբա կա, դու էլի Մամբա ես։ Գոնե կիմանայի մի շաբաթ ժամանակ ունեմ։ Լավ դե Ռաֆ, հիմա ասում եմ Փաստն է, գնա մտածի մի շաբաթից արի։ Արա ապը կանգնել մի վայրկյան։ Հորս սարև գրել են ապեր։ Ով։ Փաստն է գրել է։ Բայց Լիլիթ Թոխացյանը ո՞նց է քեզ գրել Փաստը։ Դե Զանգում ես իրար հետ հավաքված ենք, կամար խաղում։ Թատրոնում են Սոնա, Նարեկը, բան, սաղ թատրոնում են ապեր։ Մեր թատրոնում է ժամին տենց հավաքույթի բան։ Տիկնիկայինից է գելեն Մամբա։ Մամբա։ Որս սարը բարա։ Ռաֆ, բայց լավ խաղեր, եկեք Շատ Ռաֆին լավ խաղեր, եկեք ծափարեք։ Շատ լավ խաղեր, ես գոհ եմ իմ ընկերներից։ Շատ ինտելեկտուալ ընկերներ ունեմ։ Թե ոնց են այդպես ընկերություն անում, չգիտեմ։ Մենք կանվենք մի քանի վարկանից եւ կտեսնենք պատիժ։ Մեր տեխնիկապես զարգացած գործընկերն է MyMob-ին, MyMob-ում ձեր հին սարքը կարող է դառնալ նորի սկիզբը, փոխարինիր հինը նորի հետ եւ ստացիր առավել շահավետ առաջարկ MyMob-ում։ MyMob-ի որտեղ կապը սեր է դառնում, ցանկացած մի բան փոխարինվում է MyMob-ում, բացի ամուսնուց։ Դե ինչ, պատիժը շատ թեթև հավես, չէ, հավես բան է իրականում, մենք խաղալու ենք կերպարներ, այստեղ գրված է ինչ-որ փոքրիկ բեմականացում, հոր և տղայի կերպարներ, դու խաղալու ես հոր կերպարը, ես խաղալու եմ տղայի կերպարը, բայց գյուղացի, հայր և որդի, արդեն մեջտես, ես քո տղեն եմ լինելու, բայց կա փոքրիկ նյուանս, որտեղ հանդիպես գրված գովազդ բառը, պետք է այդ հատվածում շատ գեղեցիկ ձևի ադապտացնես Վեդիալկոյի գինին արտահայտությունը եւ նաեւ կարող ես օգտագործել։ Ռաֆ ջան, տալիս եմ քեզ, դու հայրն ես, ես որդին։ Հայր եւ որդին։ Գնաց։ Esto ուրիշ Կարլեն։ Բանը հանդում կանած մեր հարևան գոհարիկին էի սպասում, ինչ պետք է անեի։ Արա գոհարիկին ենքան է սպասել այդ աղջիկն արդեն ամուսնացել է։ Երկու հատ երեխա ունի։ Գոհարիկին էի սպասում։ Յան մի սպասի, ուրիշ աղջիկ գդի, 54 տարեկան ես տարել արդեն։ Պապա, եթե գոհարիկը չկա, ես չեմ ամուսնանա։ Արա ոնց թե նշանակում է ես կան տարի իզուր եմ խաղող աջացրել, հողը վարել, ճմրել, գինի սարկել, արես գինին ես սարկել եմ, Վեդիալկոյի գինին սարկել եմ, որ դու պսակվես, հելն եմ ասեմ, թող բոլորի օջախները մեր հարսանի կլնի, ծնուն դրնի։ Պապա, իմ որոշումը անբեկանելի է։ Էդու մասին անբեկանելի չեց, հասկացանք անբեկանելի է, բայց ծեր ինչ անշանակում։ Լավ էլի, պապա, ես գնում եմ գոհարիկին սպասեմ։ Լավ, լսիմ համբերության բաժակը լծվավ։
Հիմա տես քեզ ինչ առաջարկեմ անում։ Հələ վերցրա, հորը դե մեզ գինին վերցրա, մի բաժակ իրար այդ գինի խմենք, վեդիալկոյից, այս վեդիալկոյի գինին շատ լավ գինի է։ Տրամադրությունդ կբացվի, մտքի թռիչը կակտիվանա, արյանդ շնչառականներ, դաշնակությունը կհամընկնի իրար հետ, ուղղի ծավալները մի քիչ ավելի կլայնանան ու դու արդեն ճիշտ դրություն կանես։ Ճիշտ ես ասում, պապա ջան, ես Գորիկին մոռացա։ Գնամ ասեմ թող ինքն էլ ինձ մոռանա։ Գնա, դե Աստված կօրնի միությունը։ Մերսի շատ, Ռաֆո Խզարի Իրանոսյան։ ապեր, զգացի։ Խզարի ապեր, տեղում ապեր, ինչ գովազ դարի ապեր։ Զանգիր ասեմ նեիք դուք դիտում, Ռաֆ ջան, մերսի շատ, Քեզ մերսի Գրիգ ջան, ապրես։ Իսկ դուք բաժանորդագրվեք իմ YouTube-ի ալիքին, սեղ մեկի զանգակի վրա ու գրեք լիքը կոմենտներ, կոմենտներում գրեք Ռաֆը ինչ թույն դերասան է ու գրեք թե ում կուզեք մեր մյուս էպիզոդում տեսնեք։ Բանը եթե բաժանորդագրվել է, ի բանը 4 հատ YouTube-ի էջ բացի, 4-ի պարոլն են մոռացան, հիմա նոր YouTube-ի էջ եմ բացել։ Արա քո ցավը տանը մասա հենց հիմա Ապա չգիտեմ, չեմ հիշում իմ YouTube-ը Ռաֆիկ Յանոսյան, Ոչ պարոլն ես հիշում, ոչ YouTube-ն։ Ռաֆայել Յանոսյան, թող գտնեն YouTube-ը։ Ես խոսք եմ տալիս տակը կդնենք լինկը։ Տակը կդնենք լինկը, Ռաֆ ջան։ Լինկը բաժանորդագրվեք, ապեր, թող լինի YouTube-ը, հիմա դա թող լինի ինձ։ Հենց այդ ամնում։ Всё այդ ամնում։ Այս կյանքում YouTube-ն Մեր ամնում։ կյանքում այդ ամնում։ Միշտ հանդիպում կհանդիպենք մի շաբաթից, մերսի շատ։ Բրծավ։ Zangira sem